Կոռուպցիոն դրսևորումները մեզ համար անընդունելի են։ Չգիտեմ, էլի այս մակարդակում ինչքան պետք է այդ գործողությունները տեղի ունենան, որպեսզի մենք ընդհանուր առմամբ այս խաղի կանոնները հասկանանք բոլորով։ Երևանի քաղաքապետի այս հայտարարության առիթը նախօրեին հայտնի դարձած ձերբակալություններն են։ Ազգային անվտանգության ծառայությունը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցների էր ձերբակալել հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով։ Մի հոգի մեր աշխատակիցներից, եթե չեմ սխալվում, տնային կալանքի տակ է եւ այս պահին նախաքննությունը դեռ, եթե չեմ սխալվում, շարունակվում է, որովհետեւ այլ բան չեմ կարող ասել եւ կարող եմ նաեւ փաստել եւ վերահաստատել մեր դիրքորոշումը, որ համայնքային պետական բյուջեից մեկ լումա անգամ գողանալը դա մեղմ ասած սրիկավություն է։ Այստեղ իհարկե ոչ միայն համայնքային բյուջեից գողության մասին է խոսքը, այստեղ նաև խոսքը այն մասին է, որ ասենք ինչ որ մի բան արձանագրելու, ինչ որ մի բան չարձանագրելու համար կաշառք վերցնելու նաև մասին է։ Իրավապահ մարմինները իրենք գործառույթը իրականացնելու պետք է իրականացնեն, բայց նաև մենք այստեղ էլի անելիք ունենք, էլի համակարգային վերլուծության եւ լուծումների ինչ որ մի տրամաբանությամբ, որովհետեւ այս անընդհատ այդ կրկնվող այդ մակարդակում կրկնվող խնդիրը նշանակում որ համակարգային խնդիր կա եւ այդտեղ ինչ որ տենց այլ մոտիվացիոն միգուցե տրամաբանությունը պետք դնել, որովհետեւ ոնց հասկանում եմ, այնտեղ գայթակղությունը շատ մեծ է։ Համակարգը այնպեսին է, որ առնվազն արկածախնդրություն է նման քայլի գնալը, որովհետեւ պարբերաբար տարածքները փոփոխվում են աշխատողների միջև եւ պարբերաբար ստուգումներ են իրականացվում, այսինքն անգամ այս գործողությունը չէր կարող երկար կյանք ունենալ, եթե անգամ չբացահայտվեր մեր գործընկերների կողմից։ Դա բացառում եմ եւ Շենգավիթ վարչական շրջանում բացառված է, որ ամիսը մի անգամ ամբողջությամբ ֆիլտրացիա չարվի եւ չուսումնասիրվի։ Այսինքն յուրաքանչյուր գործողություն ունի մեկ ամսվա կյանք։ Ընդունում եմ, պարոն Մկրտչյան, բայց քանի որ դեպքը ոչ միայն ձեզ մոտ է տեղի ունենում, այսինքն սա արդեն տենց կրկնվող process է, ես կարծում եմ, որ այստեղ համակարգային լուծումների կարիք կա։ Անդրադարձ եղավ Աչափնյակում ու Շենգավիթում մայթերի անորակ տոմետների մասին համացանցում տարածված տեսանյութերին։ Երկու վարչական շրջանների ղեկավարներն էլ հայտարարեցին, խոսքը 2021 թվականներին կատարված աշխատանքի մասին է։ Ես խիստ կասկածում եմ, որ ներկայացնողը չգիտեր երբ է կատարվել, բայց այնուամենայնիվ կարևոր է արձանագրել։ Նշվեց նաև, որ Շենգավիթում այդ աշխատանքը չի արվել համայնքային միջոցներով։ Այսուհետ կարծում եմ անկախ նրանից դա մեր ծրագիրն է, մենք ենք գումարը տալիս, թե որևէ մի շինարար, որևէ մի սրճարան, որևէ մի գրասենյակ իր դիմացի հատվածը բարեկարգում է, այդ հատվածի աշխատանքների նկատմամբ նույնպես վերահսկողությունը համապատասխան խստությամբ իրականացնենք, այսինքն ինչպես որ մեր կողմից ընդունվող աշխատանքներին։ Քաղաքապետը խոսեց նաև Երևանում տեղադրվող LED լուսատուների առավելությունների մասին։ Էներգիայի էական խնայողություն, ավելի լուսավոր բակեր ու փողոցներ, բայց այդ լուսատուներն ըստ նրա ազդում են մեր բնական միջավայրի վրա, մասնավորապես ճնճղուկների միգրացիայի, ինչպես վկայում են հետազոտությունները։ Երկխաղլույս ընկերությանը Ավինյանը հանձնարարեց հետագա աշխատանքը ավելի գրագետ կազմակերպելու համար 2 ամսում ներկայացնել նոր ծրագիր։ Հենց այդ ձեր հանձնարարության ասացի արդյունքում էր, որ նախորդ ամիսներին տեղադրվում էին 4000 կելվին լուսատու լամպեր, հիմա դրանք փոխարինենք 3000 կելվին լամպերով, որը գույնը ավելի է դեղնացնում, որ ավելի մոտիկ է միջավայրին եւ բնությանը։ Կարծում եմ մի փոքր ավելի գիտական հենք է մեզ պետք այդ առումով, որովհետեւ միգուցե 3000 կելվինն էլ բավարար ցածր չի, միգուցե էլ ավելի ցածր պետք է իջնենք, միգուցե պետք է գնանք հնարավորինս այն տրամաբանությամբ, որ շարժմանը արձագանքող տվիչներ դնենք։ Ապրիլի 14-ից 19 մայրաքաղաքում անցկացվել է Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որը Հայաստան է բերել մոտ 200 մարզիկների 16 երկրից, ուժեղագույն բռնցքամարտիկներ, Եվրոպայի ու աշխարհի չեմպիոններ։ Մրցաշարը Հայաստանում միակն է, որը ընդգրկվել է Եվրոպական բռնցքամարտի ֆեդերացիայի օրացուցային պլանում, շատ կարևոր փաստ է Հայաստանի մարզական կյանքում։ Կենտրոնում կատարված աշխատանքները վարչական շրջանի ղեկավարը ներկայացրեց նաև տեսանյութի միջոցով։ Քաղաքապետը մյուս վարչական շրջանների ղեկավարներից նույնպես պահանջեց հետագայում ասվածը դարձնել տեսանելի։ Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ զեկուցվեց բոլոր կառույցներն ու ստորաբաժանումները պատրաստ են ծառայությունները ապահովելու պատշաճ ձևով։ Ապրիլի 24-ին անվճար սպասարկվող երթուղիները կհայտարարվեն լրացուցիչ։
Աննա Զախարյան, լուրեր։